Սա գերակաշահի Հեսա խնդիրը Հալանը զոհերից եք 8 տարի, 10 տարի անգամ մարդիկ կան բնակվում են Վարձով հələ Վարձով ապրելու մենք ասենք լավ մենք կամքով ենք դուրս եկել բայց մեզ խաբում են օրական հիմա էլ ասում են պիտի տան փոխհատուցում մարդկանց տարել են բանկ բացել են հաշվեհամարներ գումարները չի նստում հաշվեհամարը Այսինքն ձեր պայմանագրով նշված է եղել որ ինչքան ժամանակ հետո ձեզ կապահովեն տներով 3 տարի հետո էլ չեղավ գնացինք 3 տարին եւս 3 տարի սարքեցինք երկարացրեցինք հիմա էլ վարչապետը մեզ կանչեց այց ունեցանք վարչապետի մոտ ասեց որ առաջի փուլով 40 անապահով ընտանիքներ ծերեր ովքեր իրոք կարիքի մեջ են 40 ընտանիք կստանան դրամական փոխհատուցում դրան էլ համաձայնվեցինք որ ջանդամը փողերը տան գնանք մեզ տուն առնենք Հիմա նորից խաբեցին, յանի սեպտեմբերի վերջ պիտի արդեն մենք ավարտված լինեին մեր հաշիվները, պիտի փողը տային մենք Վարձը տալիս են ձեր։ Չէ, վարձն էլ ուշացումներով ամեն անգամ ուշացնում են, ներվայնացնում են, արդեն այն ներվերնես չի եղել։ Բողոքողների քանակը խաբված բնակիչների քանի ընտանիք Շատ ենք, ուղղակի կեսիկ շատը մահացել են, կեսիկ շատը քաղաքում չեն, գիտեք Հայաստանի պայմանները ոնց են, գնում են, ծանր հիվանդ մարդիկ ունենք, որ չեն կարողանում գան Կեսիկ շատը ծերեր են, ինչ ասեմ, հələ ես որ տեսնում եք եսի մեկ երկրորդ ասեմ երևի, շատ ենք Եվ այսօր ինչ եք ակնկալում, էլի նամակ եք փոխանցելու, թե հանդիպում եք պահանջում Երբեք մեզ գրավոր չեն պատասխանել, իջնում են մի հիմարություն դուրս են տալիս, մտնում են ներս, մենք արդեն հոգնել ենք, ամեն օր գալու ենք ստեղ, ամեն օր Արդեն հոգնել եք, մեր հարցը թող լուծեն, ասել են դրամական փոխհատուցում, շենքը ասեցին չի տրամադրվելու, թող մեր փողերը տան, մենք գնանք մեզ տուն առնենք, հերիք եղավ Պատրաստ եք նույնիսկ պայմանագիրը փոխելու եւ Կփոխենք այն դեպքում, եթե մենք գնանք տեսնենք մեր գումարները նստած է մեր հաշվեհամարների վրա, ոչ մեկ ավանակ չի, որ առանց տեսնելու գումարը նստած է, թե ոչ գնա պայմանագիր փոխի Ձեր անձնազգանք Նուրեկ Արապետյան Եվ որ հասցեի բնակչուհի եք Վիրդուս 33 թաղամասից